Կալիֆորնիայի օրենսդիրները նոր օրինագիծ են ներկայացրել, որը նպատակ ունի 2027 թվականի հունվարի 1-ից վերականգնել մեդիկալ առողջապահական ծրագրի լիարժեք հասանելիությունը 19 տարեկանից բարձր անօրինական ներգաղթյալների համար։ Այս նախաձեռնության նպատակը ապահովելն է բժշկական ծառայություն բոլոր չափահասների համար, անկախ նրանց ներգաղթային կարգավիճակից։ Նախորդ տարի նահանգը բախվել էր ավելի քան 10 միլիարդ դոլար բյուջետային դեֆիցիտի, ինչի պատճառով սահմանափակվել էր ներգաղթյալների առողջապահական ապահովագրությունը։ Օրինագծի հեղինակները պնդում են, որ անօրինական բնակվողները ամեն տարի 8.5 միլիարդ դոլարի հարկ են վճարում։ Նրանք կազմում են Կալիֆորնիայի աշխատուժի 1/10 մասը։ Օրենսդիրները նշում են, որ առողջապահական ծախսերի սառեցումը չի վերացնում մարդկանց բժշկական կարիքները, այլ պարզապես ծանրությունը տեղափոխում է շրջանների և հիվանդանոցների վրա։ Նահանգապետ Նյուսոմը կոչ է արել նախագահ Թրամփի վարչակազմին վերադարձնել գումարները անօրինական սակագների վերաբերյալ որոշումից հետո։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդ թիվ։ Ժնևյան ժամադրություն ատոմային ռումբի շնչի տակ, արդյոք Թեհրանն ու Վաշինգտոնը կկարողանան լեզու գտնել։ Լեզու չեն գտել գնացքն ու ամենագնացը։ Ծանր վթար է գրանցվել Լոս Անջելեսում, արյունոտ կողոպուտ Սան Բերնարդինոյում, 4 կասկածյալ արդեն ճաղերի հետևում են։ Հատուկ նշանակության ուժերը գազային գրոհ են սկսել տանը թաքնված հանցագործի դեմ։ Ինչու են այսի գործակալները ձերբակալել ադրբեջանցի ուսանողուհուն։ Սուպեր ծերերի գաղտնիքը, ինչպես 80 տարեկանում 40 տարեկանի հիշողություն ունենալ։ Nvidia-ի ռեկորդային շահույթը և ներդրողների խուճապը ինչու չի կայունանում շուկան։ Լազերային միջադեպ, Թեքսասի երկնքում զինվորականները խոցել են սեփական դրոնները։ Հետաքրքիր նորություններ կան նաև մեր Facebook-յան էջում։ Գիշերային սարսափ, Գլենդելում պուման տիրոջ աչքի առաջ հոշոտել է փոքրիկ շանը։ Ինչու են Միսիսիպիում բողոքում մասկից։ Վիճակախաղի տոմսն ու 50 միլիոնը, Կալիֆորնիան նոր միլիոնատերեր ունի։ Այսքանը թողարկման առաջին հատվածում, թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք հերթական նահանգի Միսիսիպիի մասին։ Սա ԱՄՆ-ում ամենաշատ եկեղեցիներ ունեցող նահանգն է մեկ բնակչի հաշվով, ու սա այս հակասական նահանգի մասին միակ հետաքրքիր փաստը չէ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենաքննարկվող, ամենակարևոր ու ամենահետաքրքիր թեմաները պարզ ու հասկանալի ձևով։ Ձեր ակտիվությունը լայքերի և կոմենտների միջոցով մեզ համար պարզապես թվեր չէ, դա աջակցություն է, վստահություն և մեծ մոտիվացիա առաջ շարժվելու համար։ Իդեպ, եթե ունեք բիզնես Ամերիկայում և ցանկանում եք ձեր ծառայությունները կամ ապրանքները ներկայացնել հայկական լայն լսարանին, մենք բաց ենք համագործակցության համար։ Glendale News-ը փնտրում է հովանավորների և գործընկերների, ովքեր ցանկանում են աճել մեր համայնքի հետ միասին։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջին։ Իսկ հիմա անցնենք այսօրվա ամենակարևոր թեմաներին։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական բախումը կարծես հետաձգվում է։ Ժնևում կայացել է Վաշինգտոն-Թեհրան անուղղակի բանակցությունների երրորդ փուլը նախագահ Թրամփի ռազմական սպառնալիքների և տարածաշրջանում զինուժի մեծածավալ կուտակմանը զուգահեռ։ Հակառակ լարվածությանը, ամերիկյան աղբյուրները քննարկումները որակել են որպես դրական, փորձելով խուսափել հնարավոր լայնածավալ ռազմական բախումից։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ 6-ժամյա ինտենսիվ քննարկումների ընթացքում լավ առաջընթաց է գրանցվել թե միջուկային ոլորտում, թե պատժամիջոցների վերացման հարցում։ Ըստ նրա, երկու կողմերն էլ այժմ ցուցաբերում են ավելի մեծ լրջություն բանակցային լուծման հասնելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը շեշտել է, Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում տեխնիկական մակարդակով։ Հատկանշական է, որ բանակցությունների նախօրին Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նավթի արտահանման և հրթիռների արտադրության դեմ, ցույց տալով, որ դիվանագիտությունը զուգակցվում է տնտեսական կոշտ ճնշմամբ։ Մյուս կողմից ԱՄՆ հերթական ավիակիրն է շարժվում դեպի Մերձավոր Արևելք։
Տեղափոխվենք Կալիֆորնիա, մետրոյի գնացքը բախվել է ամենագնացին մեքենան բառացիորեն սեղմելով երկաթգծի հարևանությամբ գտնվող Սիանը։ Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հարավային մասում Սենթրալ Ալամեդայում։ Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտի փրկարարները արագ արձագանքել են կանչին օգնելու տուժածներին։ Վթարի հետևանքով մի քանի մարդ հոսպիտալացվել է, առնվազն 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց դեռևս անհայտ ծանրության վնասվածքներով, իսկ եւս 7-ին բուժօգնություն է ցուցաբերվել հենց դեպքի վայրում։ Հոսպիտալացվածների թվում են ամենագնացի 48-ամյա վարորդն ու 33-ամյա մի կին, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Հարվածից գնացքի առջևի ապակին ամբողջությամբ ճաքել է։ Միջադեպի պատճառով Վերնոն եւ Ֆլորենս կայարանների միջև գնացքների երթևեկությունը դադարեցված է, հայտնել է մետրոյի ներկայացուցիչը։ Գնացքները այժմ վերադառնում են դեպի Փոմոնա եւ Լոնգ Բիչ։ Ուղևորների տեղափոխումը ապահովելու համար սահմանվել են հատուկ ավտոբուսային երթուղիներ, որոնք կաշխատեն մինչև տարածքի եւ երկաթգծերի լիակատար մաքրումը։ Տրանսպորտային խափանումները տարածվել են նաեւ Վաշինգտոն կայարանի ուղղությամբ։ Տարածքի բոլոր ճանապարհները փակ են երթևեկության համար, քանի դեռ իրավապահները աշխատում են դեպքի վայրում։ Պատահարի հստակ հանգամանքները դեռևս մնում են անհայտ եւ գտնվում են քննության փուլում։ Կալիֆորնիայի Սան Բեռնարդինոյի ոստիկանության դեպարտամենտը հայտնում է, որ 4 կասկածյալ է ձերբակալվել 24-ամյա երիտասարդի դաժան սպանության գործով։ Իրավապահները փետրվարի 8-ին էին հայտնաբերել ծանր վիրավորված երիտասարդին։ Հակառակ շտապօգնության ջանքերին դեպքի վայրում սպաները ստիպված էին արձանագրել նրա մահը դանակի հարվածների պատճառով։ Հետաքննության ընթացքում դետեկտիվները պարզել են, որ կողոպուտի նպատակով տուժածի վրա հարձակվել են 4 հոգի։ Նրանցից մեկը եղել է անչափահաս, հետագա օրերին նրանց նույնականացրել են, հայտնաբերել, ապա ձերբակալել։ Լոս Անջելեսի Տորան շրջանում իրավապահները լայնածավալ գործողություններ են իրականացրել, հատուկ նշանակության ուժերը եւ ոստիկանությունը շրջափակել են տեղի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող մի տուն, որտեղ պատսպարվել է ծանր հանցագործության մեջ կասկածվող անձը։ Տորանսի ոստիկանության դեպարտամենտը հորդորել է բնակիչներին խուսափել Տորանս բուլվարի տարածքից, քանի որ միջադեպի տևողությունն անհայտ է։ Ուղղաթիռից արված կադրերը ցույց են տվել զրահապատ մեքենաներ եւ ուժայինների կուտակումներ Earl Street-ի անկյունում։ Կասկածյալը թաքնվել է Providence Little Company of Mary բժշկական կենտրոնի դիմաց գտնվող առանձնատանը։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ընթանում է ակտիվ հետաքննություն չբացահայտված հանցագործության կասկածյալի նկատմամբ։ Սոցցանցերում շրջանառվող լուրերը փախուստի դիմաց բանտարկյալի մասին դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։ Միգրանտների թեմայով հերթական աղմկահարույց դեպքերն են գրանցվել։ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ուսանողուհին հինգշաբթի առավոտյան ձերբակալվել է ներգաղթի գործակալների կողմից, որոնք բնակելի շենք մուտք գործելու համար դիմել են խորամանկության։ ICE գործակալները ներկայացել են որպես ոստիկաններ, որոնք իբր փնտրում են կորած երեխայի։ Ազգությամբ ադրբեջանցի Էլմինա Աղաևան, որը սովորում է նյարդաբանության եւ քաղաքագիտության բաժնում, ավելի ուշ ազատ է արձակվել։ Ներքին անվտանգության դեպարտամենտը հայտարարել է, որ ձերբակալության պատճառը 2016 թվականին չեղարկված ուսանողական վիզաներ դասերին չհաճախելու պատճառով։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոնգրեսին հայտնել է, որ տեղյակ չի եղել Էփշթեյնի հանցագործություններից, շուտով ցուցմունք կտա նաև Բիլ Քլինթոնը։ Սա առաջին դեպքն է, երբ նախկին նախագահին ստիպում են ցուցմունք տալ կոնգրեսում։ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախկին նախագահին հարցեր են տալու նաև իր կուտակած հարստության մասին։ Դեմոկրատները եւս պահանջում են թափանցիկություն։ Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսականներից մեկը կոչ է արել հարցաքննել նաև նախագահ Թրամփին։ Եկեք նախագահ Թրամփին բերենք մեր հանձնաժողովի առաջ պատասխանելու ողջ երկրի տուժածների հարցերի։ Այդ առաջարկին հակադարձել են, որ կոնգրեսը չի կարող ցուցմունք պահանջել գործող նախագահից։ Շիկագոյի Իլինոյս համալսարանում բժշկական քոլեջի գիտնականները բացահայտել են, որ այսպես կոչված սուպերծերերը կրկնակի շատ նոր նեյրոններ են արտադրում, քան սովորական տարեցները։ Սա գենետիկական այն առավելությունն է, որը թույլ է տալիս 80-անց մարդկանց պահպանել տասնամյակներով ավելի երիտասարդ հիշողության հզորությունը։ Northwestern համալսարանի ներկայացուցիչը նշում է, որ այս մարդկանց ուղեղի կառուցվածքը լիովին տարբերվում է մյուսներից։ Նրանք հիմնականում էքստրավերտ են եւ ունեն սոցիալական վարքի համար պատասխանատու ավելի շատ նյարդային բջիջներ։ Բացի այդ, սուպերծերերի ուղեղն ավելի դանդաղ է փոքրանում եւ իմունիտետ ունեն Ալցհեյմեր հիվանդության հետ կապված սպիտակուցների կուտակումների նկատմամբ։
Ամերիկացիները ավելի հաճախ են օգտագործում արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Գելափի հարցումները ցույց են տալիս, որ աշխատավայրում AI-ի ամենօրյա օգտագործումը մեկ տարում եռապատկվել է 4%-ից հասնելով 12%-ի։ Հատկապես ակտիվ են տեխնոլոգիական ոլորտի աշխատողները, որոնց 31%-ը ամեն օր դիմում է խելացի հավելվածների օգնությանը։ Չնայած արագ տարածմանը, հասարակության մեջ մեծ է մտահոգությունը աշխատատեղերի կորստի վերաբերյալ։ Հարցման համաձայն մեծահասակների 63%-ը կարծում է, որ AI-ի զարգացումը կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը։ Այս տագնապը գրեթե 2 անգամ գերազանցում է 90-ականների վերջին համակարգչի ներդրման ժամանակ առկա վախերին։ OpenAI-ի տվյալներով ChatGPT-ի օգտագործման 70%-ը անձնական բնույթի է, մինչդեռ Fox News-ի հարցվածների 53%-ը նշում է, որ տեխնոլոգիան դեռ զգալի փոփոխություն չի բերել իրենց կյանքում, թեև 26%-ը խոստովանել է, որ այն իրենց անձնապես օգնել է։ Բոլոր դեպքերում անվիճելի է փաստը, որ արհեստական բանականությունը աստիճանաբար տեղափոխվում է ամերիկյան կյանքի կենտրոն։ Արհեստական բանականության ոլորտի առաջատար NVIDIA ընկերությունը նախորդ տարի գրանցել է ապշեցուցիչ $120 միլիարդ, շահույթ, որից 43 միլիարդը ընդամենը 3 ամսում։ Սակայն այս հսկայական թվերը չեն կարողացել հանդարտեցնել ներդրողներին։ Հինգշաբթի օրը ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 5%-ով։ NVIDIA-ի գործադիր տնօրենը հայտարարել է, որ ընկերության աճի պատմությունը դեռևս անփոփոխ է։ Շատ տնտեսագետներ գտնում են, որ AI-ը նոր սերնդի ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկը դառնալու ներուժ ունի, սակայն նրա ապագան դեռ անորոշ է։ Մեկ այլ զեկույց կանխատեսում է աշխատատեղերի լայնածավալ կրճատում եւ սպառողական ծախսերի անկում մինչեւ 28 թվականը, ինչը հակառակ այսօրվա լուրջ եկամուտների խորացնում է ներդրողների մտահոգությունները։ ԱՄՆ զինվորականները լազերային զենքով խոցել են մաքսային եւ սահմանային պահպանության անօդաչու թռչող սարքը Թեքսասում։ Սա վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ տարածաշրջանում լազեր է կիրառվում։ Դաշնային ավիացիոն վարչությունը ստիպված է եղել ընդլայնել փակ օդային տարածքը Ֆորտ Հենքոքի մոտակայքում քաղաքացիական թռիչքների անվտանգությունը ապահովելու համար։ Սահմանին անօդաչուների սպառնալիքը իրական է, կարտելները դրանք օգտագործում են թմրանյութերի տեղափոխման եւ հսկողության համար։ Միայն 2024-ի վերջին 6 ամիսներին հայտնաբերվել է նմանատիպ ավելի քան 27,000 սարք։ ԱՄՆ-ում գրանցված է 1.7 միլիոնից ավելի թռչող սարք։ Կառավարությունը այժմ հատկացնում է շուրջ $500 միլիոն հակաօդային պաշտպանություն ուժեղացնելու եւ լազերային համակարգեր ներդնելու համար։ Այդ միջոցները կօգնեն նաեւ նախապատրաստվել եւ աշխարհի գավաթի խաղերի եւ Ամերիկայի 250-ամյակի տոնակատարությունների ընթացքում ուսալի անվտանգություն ապահովել անօդաչու թռչող սարքերի հավանական հարձակումների դեպքում։ Կալիֆոռնիայի օրենսդիրները նախաձեռնել են մայիսի 17-ը հռչակել Բրյուս Լիի օր։ Օրինագիծը նպատակ ունի մեծարել մարտարվեստի լեգենդի Բրյուս Լիի ազդեցությունը մշակույթի վրա։ Հաստատվելու դեպքում նա կդառնա առաջին չինացի ամերիկացին, ով նման պատվի է արժանացել նահանգային օրենսդրությամբ։ Մայիսի 17-ը ընտրվել է որպես խորհրդանշական ամսաթիվ, քանի որ հենց այդ օրը 18-ամյա Լին վերադարձավ Սան Ֆրանցիսկո։ Նա ծնվել էր հենց այնտեղ, սակայն մեծացավ Հոնկոնգում։ Իր կարիերայի ընթացքում Լին պայքարում էր Հոլիվուդում առկա ռասիստական կարծրատիպերի դեմ, որտեղ ասիացի տղամարդիկ հաճախ ներկայացվում էին որպես ծառաներ կամ չար հանճարներ։ Լեգենդի դուստր Շենոն Լինդ, որը հոր հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենն է, ողջունել է նախաձեռնությունը։ Մարտարվեստի վարպետը կյանքից հեռացել է 1973 թվականին ընդամենը 32 տարեկան հասակում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ Գլենդել քաղաքում սարսափելի միջադեպ է գրանցվել։ Գիշերը Պուման հոշոտել է կնոջ շանը։ Լաուրա Մակվեյը տեղական հեռուստաընկերությանը պատմել է, որ կեսգիշերին մոտ մորտան դիմաց իր շան հետ զբոսնելիս է եղել փողոցում։ Շունը եղել է վսկապով։ Պումայի հարձակումը եղել է հենց այդ պահին։ Լաուրան ապարդյուն բղավել է եւ փորձել է ետ քաշել շանը, բայց գիշատիչը խլել է շանն ու տարել։ Ըստ մասնագետների, Կալիֆոռնիա նահանգում պումաների թիվը 3200-ից 4500 է։ Թեև դրանք անհետացող չեն, սակայն վտանգված են կենսամիջավայրի կրճատման պատճառով։ Ազգային պարկերի ծառայությունը խորհուրդ է տալիս պումայի հանդիպելիս պահպանել հանգստություն եւ երբեք չփախչել։ Անհրաժեշտ է կանգնել ուղիղ եւ դանդաղ ետ քայլել։
South Haven-ի բնակիչները հայտնվել են իսկական ձայնային թակարդում։ Մասկի XAI ընկերության 27 ժամանակավոր տուրբինները ուր ու գիշեր աղմկում են ռեակտիվ շարժիչների պես, սունուցելով արհեստական բանականության տվյալների կենտրոնները։ Նախագահ Թրամփը կոչ է արել տեխնոլոգիական հսկաներին կառուցել սեփական էլեկտրակայանները, ինչը եւ արել էր Մասկը։ Սակայն բնակիչների համար այս արդյունաբերական ներխուժումը դարձել է իսկական մղձավանջային իրականություն։ Թեման դեռ քննարկվում է որոշելու համար, թե որքանով է մարդկանց առողջությանը վնաս Մասկի աղմուկը։ Նույն պահին վայրի բնության պահպանությամբ զբաղվողները փաստ են արձանագրում, որ շրջակա տարածքներից աղմուկի պատճառով հեռանում են վայրի կենդանիների եւ թռչունների մեծ մասը։ Կալիֆոռնիայի վիճակախաղի 3 մասնակիցները, որոնցից 2-ը Լոս Անջելեսի շրջանից են, միասին շահել են ավելի քան $65 միլիոն։ Նրանք հաղթել են Powerball եւ Super Lotto Plus հայտնի խաղերում։ Ամենամեծ 50 միլիոնանոց մրցանակը բաժին է հասել Westlake Village-ի բնակիչներից մեկին։ Երկրորդ հաղթողը հարավ կալիֆոռնիացի է։ Նա շահել է $1,165,000, հաջողությամբ գուշակելով 5 թիվ։ Ավելի հյուսիս ընկած Սան Խոսե քաղաքի բնակիչը շահել է $14 միլիոն արժողությամբ մեկ այլ ջեքփոթ։ Լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Կարող եք պատկերացնել, որ ԱՄՆ նահանգներից մեկում ստրկությունը օրենքով վերացվել է 2013 թվականին։ Սա Մանու Հարությունյանի բացահայտումների միայն մի դրվագն էր, այնպես որ առաջիկա րոպեներին ձանձրանալու ժամանակ չեք ունենալու։ Բարև ձեզ։ Անհավատալի է, բայց փաստ, Միսիսիպիում ստրկությունը դե յուրե վերացվել է 2013 թվականին։ Այո, սխալ չեք լսել, հենց 2013-ին։ Այստեղ է ծնվել ամերիկյան բլյուզը, այստեղ է ստեղծվել հանրահայտ Թեդի Արչուկը եւ գրանցվել գիրության ամենաբարձր մակարդակը։ Կոկա-կոլայի առաջին շշալցումը արվել է Միսիսիպիում 1894 թվականին։ Եվ սա միայն սկիզբն է։ Այսօր կբացահայտենք Միսիսիպին հակասությունների նահանգը։ Միսիսիպին ԱՄՆ-ին միացել է 1817 թվականին դառնալով 20-րդ նահանգը, քաղաքականապես այն ընդգծված հանրապետական է։ Այսօր էլ բնակիչների մեծ մասը սատարում է Թրամփի պահպանողական քաղաքականությանը եւ ավանդական արժեքների պահպանմանն ուղղված նրա ծրագրերին։ Այս նահանգն ունի ամենաշատ եկեղեցիները մեկ շնչի հաշվով։ Միսիսիպին ստրկության վերացման 13-րդ ուղումը պաշտոնապես վավերացրել է միայն 1995 թվականին, իսկ փաստաթղթային գործընթացն ավարտել է 2013-ին։ Կենսամակարդակի տեսանկյունից Միսիսիպին համարվում է ԱՄՆ-ում ամենաէժան նահանգը։ Այստեղ անշարժ գույքի եւ սննդի գները բավականին մատչելի են, բայց Միսիսիպին ունի նաեւ ամենացածր միջին եկամուտը Ամերիկայում։ Նահանգում է գտնվում NASA-ի Stennis տիեզերական կենտրոնը, որպես դաշնային քաղաք։ Այստեղ տեղակայված են ավելի քան 50 կազմակերպություններ եւ ընկերություններ, ներառյալ NASA-ի ընդհանուր ծառայությունների կենտրոնը եւ NASA-ի հրթիռային շարժիչների փորձարկման վարչությունը։ Տիեզերագնացության հետ այս նահանգը նաեւ բժշկության ոլորտում պատմական ձեռքբերումներ ունի։ Այստեղ կատարվել է աշխարհում առաջին թոքի փոխպատվաստումը 1963 թվականին, սրտի առաջին փոխպատվաստումը շիմպանզեի սրտով 1964-ին։ Պատմականորեն Միսիսիպին ունեցել է բազմաթիվ ողբերգական էջեր կապված ռասայական խտրականության հետ։ Նահանգը հաճախ է տուժել նաև բնական աղետներից, հատկապես հզոր փոթորիկներից։ Վերջին սարսափելի հյուրը ավերիչ Կատրինան էր։ Աղքատության բարձր մակարդակը եւ հանրային կրթական համակարգի թերությունները մնում են այս նահանգի հիմնական բացասական կողմերը նույնիսկ այսօր։ Այս նահանգը հետաքրքիր առաջարկներ ունի նաև զբոսաշրջիկների համար։ Վիքսբուրգի ազգային ռազմական պարկը, Բիլոքսիի շքեղ լողափերը եւ խաղատները, Միսիսիպի գետը հին շոգենավերով։ Թերևս միայն այստեղ կարելի է տեսնել նաև պատմական բլյուզի երթուղու բազմաթիվ հուշատախտակները։ Տեղացիները մեծ շուկով նշում են բլյուզի միջազգային փառատոները եւ լոքո ձկան որսի հետ կապված ավանդական տոները, որոնք զբոսաշրջիկներ են գրավում։ Սա բլյուզի անգերազանցելի աստղ Բիբի Քինգի եւ ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլի հայրենիքն է։ Հայկական թեմատիկային վերաբերող փաստեր եւս ունին Միսիսիպին։ Այն ԱՄՆ-ի վերջին 50-րդ նահանգն էր, որը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ 2022 թվականի ապրիլի 20-ին նահանգապետը ստորագրեց համապատասխան հռչակագիրը։ Դրանով հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգների շարքը դարձավ ամբողջական։
Չնայած Միսիսիպիում հայ համայնքը բավականին փոքրաթիվ է, տեղի հայերը մեծ հարգանք ու հեղինակություն են վայելում հատկապես բժշկության, իրավագիտության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Հայկական հետքը հատկապես նկատելի է Ջեքսոն քաղաքում եւ ափամերձ շրջաններում։ Այստեղ ապրող մեր հայրենակիցները ջանքեր են գործադրում պահպանելու իրենց ազգային ինքնությունն ու լեզուն, թեև նրանց թիվը զգալիորեն զիջում է Կալիֆոռնիայի կամ Թեքսասի հայաշատ համայնքներին։ Ի տարբերություն Լեռնային Քոլորադոյի կամ Փենսիլվանիայի, Միսիսիպին ունի հարթավայրային ռելիեֆ։ Սա լավագույն պայմաններն է ապահովում գյուղատնտեսության եւ գետային տրանսպորտի զարգացման համար։ Այս հարցում Միսիսիպի գետի դերն այնքան է կարևորվել, որ նրա անունով է կոչվել ամբողջ նահանգը։ Այն հանդիսանում է կարևոր տրանսպորտային զարկերակ ոչ միայն նահանգի, այլև ամբողջ ԱՄՆ-ի համար։ Միսիսիպին ունի աշխարհի միակ կակտուսային պլանտացիան։ Նահանգը հանդիսանում է երկրի ամենամեծ բամբակ արտադրողներից մեկը։ Միսիսիպիի դելտան աշխարհի ամենաբերի հողատարածքներից մեկն է։ Հետաքրքիր է, որ հակառակ ԱՄՆ տնտեսության մեջ ունեցած փոքր կշռին, այս նահանգն առաջատար է բարեգործական նվիրատվությունների հարցում։ Այսպիսին է Միսիսիպին, ԱՄՆ-ի ամենահետաքրքիր անկյուններից մեկը, իր դեպի աստղերը վարձածով տիեզերական ծրագրերով եւ պատմության խորքերը հասնող պահպանողական սովորույթներով։ Իսկ թե ԱՄՆ որ նահանգը կլինի մեր հաջորդ կանգառը, կիմանաք ուղիղ մեկ շաբաթից։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր, իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։